Դուք դիտում եք Արմարուրի արտահերթ թողարկումը, բարև ձեզ։ Փառաքար խոշորացված համայնքում ավարտվել է քվեարկությունը, արտահերթ ընտրություններին մասնակցել է 4 ուժ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը, Միասնություն կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորում է Վոլոդիա Գրիգորյանը, Ազգային առաջընթաց կուսակցության ցուցակը գլխավորում է Դավիթ Մինասյանը, Կայունություն կուսակցության ցուցակը գլխավորում է Գոռ Սարիբեկյանը։ Փառաքար համայնքի 16 ընտրատեղամասում ընտրողների թիվը եղել է 20967։ Փառաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրություններում լուրջ միջադեպեր չեն արձանագրվել։ Չնայած բոլոր հոռետեսական կանխատեսումներին, համայնքի ղեկավարման համար պայքարող ուժերը փոխադարձ հարգանքի մթնոլորտում են շարունակում ընտրական գործընթացը։ 14 կոտորակ 14 ընտրատեղամասում վերջին ընտրողներն են այցելում։ Ընդամենը րոպեներ հետո ընտրատեղամասի դռները կփակվեն։ Ընտրական հանձնաժողովի նախագահն արձանագրում է իր ղեկավարած տեղամասում ամեն բան ըստ ընթացակարգի է։ 1500 ընտրող ունեցող 14 կոտորակ 14 տեղամասում ժամը 19:30-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 832 ընտրող։ Ըստ նախնական տրամադրվածության երևի ամենաակտիվն էինք պատկերացնում հենց ձեր ընտրատեղամասը։ Այո, բոլորը այդպես էին պատկերացնում, բայց ամեն դեպքում ընտրել է մոտ 50%-ից ավելին, այդ նորից լավ արդյունք է։ Շատ լավ անցել ընտրությունները, ոչ մի միջադեպ որպես այդպեսին չի գրանցվել, ամեն ինչ նորմալ է։ Օրվա ընթացքում լրատվամիջոցները շրջանառեցին տեղեկատվություն այն մասին, որ Փառաքարի մի քանի ընտրատեղամասերում հոսանքազրկումներ են եղել։ Հանրությունը միանգամից ամենավատ սցենարները սկսեց պատկերացնել։ Լիլիթ Ավետիսյանը շտապում է հանգստացնել բոլորին։ Ընտրական գործընթացն անխոչնդոտ է։ Այդ պահին ընդամենը 8 րոպե է գնացել հոսանքը, բայց կարողացանք պահել, քանի որ դե գիտեք, տեխնիկական սարքը աշխատում է եւ մենք պարտավոր ենք ընտրությունները չխոչընդոտել եւ ընտրությունները իրենց բնականոն ընթացքով ընթացել են, այդ պահին բոլորը իրենց ֆանարիկները միացրեցին հեռախոսների եւ փորձեցին չխոչընդոտել, կարողացանք այդ մահը պատով տանել։ Ընկերական դրական մթնոլորտ, հաջողված ընտրական գործընթաց։ Միասնություն դաշինքի վստահված անձը կիսում է հանձնաժողովի նախագահի տեսակետը։ Ի ուրախություն մեզ այս ընտրատարածքում ոչ մի խնդիր չունեցանք, անցավ շատ հանգիստ, պրինցիպի ջեր մթնոլորտում։ Հակասություն, հակամարտություն ոչ մի կողմից չի։ Այս ընտրատարածքում ոչ մի բան չի եղել։ Ուղղորդումներ չեք նկատել։ Ես չէ։ Եթե նկատեի, ես պետք է նկատեի, ես չեմ նկատել։ Հիմա ակնկալում ենք, որ ժամը 8-ին կփակվի, սկսենք հաշվարկը, ընդհանուր ակնկալում ենք Փառաքար համայնքում մենք հաղթելու ենք։ Այսքան չենք ակնկալում, համոզված ենք, որ հաղթելու ենք։ Մինչ դռները կփակվեն, ընտրատեղամաս են այցելում վերջին ընտրողները։ Օրը կիրակի էր, տնային գործերը շատ։ Վերջին րոպեներն օգտագործում են իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար։ Ուր ժամի եք գալիս։ Հա ոչինչ։ Կիրակի օրերս որ հանգստյան օրեր մի քիչ հայացի գործեր էր, վերջը։ Նա Բայց ձեր քաղաքացիական պարտքը։ Իմ պարտքը ես եկել եմ տամ, իմ ուզած թեկնածուին ընտրեմ։ Հիվանդ պարկած էի, բայց որոշեցի գոնե վերջի րոպեին գամ ընտրեմ։ Ինչ եք ցանկանում ձեր ընտրությամբ։ Մեր նոր ընտրյալ գյուղապետը թող լինի, ինչ ասեմ, ժողովրդին համար պիտանի ղեկավար։ Ինչի համար քվեարկեցիք։ Մեր ժողովրդի համար։ Կասեք վերջում եք գալիս ընտրատեղամաս, զբաղված էիք երևի կիրակնորյա գործերով։ Հա, այո, զբաղված էինք Բայց թորնիկների հետ։ ամեն դեպքում որոշել եք, որ անպայման։ Այո, պետք է ներկա լինենք։ Գազի, փողոցների, ամեն ինչի համար։ Մեր մասը գազ չկա Փառաքարում, որտեղ որ մենք բնակվում ենք։ Մինչ քվեաթերթիկների հաշման բուն գործընթացի մեկնարկը ընտրական հանձնաժողովը գործողությունների բավական մեծ ցուցակ ունի։
Սեղանի դիրքը կարևոր է, որպիսի հսկող տեսախցիկների տեսադաշտն ապահովեն։ Քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը հաշվելուց եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին հայտնելուց հետո փաթեթավորվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների անհատական կնիքները։ Բոլոր գործողություններն ավարտելուց հետո հավաքվում են նաեւ տեխնիկական սարքավորումները, ապա սկսվում է հաշվարկի բուն գործընթացը։ Փարաքար համայնքի արտահերտ ընտրությունները մոտենում են ավարտին, մենք այս պահին գտնվում ենք 14 կոտորակ 16 ընտրատեղամասում, իմ զրուցակիցը ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ պարոն Քարտաշյանն է, պարոն Քարտաշյան, պետք է խնդրեմ ներկայացնել ինչպիսին էր ընտրական օրն այսօր։ Ընտրական օրը մեր համար շատ հագեցած էր, առավոտ ժամը 8-ից բացել ենք տեղամասը, ունենք 848 ընտրող, ու մինչև ժամը մասնակցել են 384 հոգի։ Քիչ չեք համարում այս արդյունքները։ Շատ քիչ են, պասիվ են ընտրողները, չգիտեմ ինչի, երևի ամեն դեպքում մասնակցության թիվը շատ քիչ է։ Եվ ինչպես է անցել օրը։ Ընդհանուր օրը շատ հանգիստ, առանց ոչ մի միջադեպերի, ոչ մի արտարոց դեպք չենք ունեցել։ Դիտորդները եկել գնացել են թե միջազգային, թե տեղական, մինչև հիմա այստեղ մասնակցում են։ Իրենք էլ արձանագրել են, որ շատ հանգիստ։ Բայց սպասում եք նման արդյունքների, որ այսքան պաստիվ կլինեն ընտրողները։ Երևի որտեղ մեր տեղամասը շատ փոքր է։ Համեմատած մյուսների փոքր է։ Ահա վերջին ընտրողներն են դուրս գալիս ընտրատեղամասից, հիշեցնենք, որ այս ընտրատեղամասում շատ քիչ թվով ընտրողներ են մասնակցել ընտրությանը։ Այս պահին բոլոր ընտրատեղամասերի դռները փակվում են, Արմալուրի թիմը կհետևի նաև քվեարկության արդյունքների ամփոփմանը, իմ գործընկերուհի Արևիկ Սարդարյանը նույնպես հետևում է գործընթացին։ Արևիկ, դու ինձ լսում ես։ Այո, Հասմիկ, շնորհակալություն, ես հիմա գտնվում եմ Փարաքարի 14 կոտորակ 14 ընտրատեղամասում։ Այստեղ ընդամենը վայրկյաններ առաջ ընտրատեղամասի դռներն արդեն փակվեցին։ Համապատասխան գործողություններն ավարտելուց հետո կսկսվի քվեաթերթիկների հաշվարկի գործընթացը։ Հիմա փակվում է քվեատուփի ճեղքը, ժամը 20:00 է, ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը հայտարարեց քվեարկության ավարտի մասին եւ այս պահի դրությամբ արգելվում է ընտրողների մուտքը քվեարկության սենյակ։ Նախ հանձնաժողովի նախագահը հավաքեց հանձնաժողովի անդամների անհատական կնիքները, փաթեթավորեց այն եւ անհատական կնիքների փաթեթը եւս կնիքեց։ Թայրովի 14 կոտորակ 16 ընտրատեղամասում ձայների հաշվարկը սկսված է, ընդամենը ժամեր անց պարզ կդառնա, թե առաջիկա տարիներին ով է ղեկավարելու Փարաքար համայնքը։ Տեղեկացնեմ, այս պահին 16 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամների վստահված անձանց ներկայությամբ տեղի է ունենում ձայների հաշվարկ։ Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների ձայների հաշվարկը շարունակվում է 14 կոտորակ 16 ընտրատեղամասում այս պահի դրությամբ առաջատարը Միասնություն կուսակցությունների դաշինքն է, քվեաթերթիկում երկրորդը։ Թայրով բնակավայրի 14 կոտորակ 16 ընտրատեղամասում ընտրություններին մասնակցել է ընդամենը 387 ընտրող։ Քվեարկության արդյունքներն արդեն պարզ են։ 161 ձայն ստացել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, 157 ձայն Միասնություն կուսակցությունների դաշինքը, 31 ձայն Ազգային առաջընթաց կուսակցությունը եւ 38 ձայն Կայունություն կուսակցությունը։ Այսպես, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցեց 11526 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 59.97%-ը։ Այսքան այս ժամի համար հետևեք Արմալուրի առաջիկա թողարկումներին։